Մինչև իրավաբանորեն գործազուրկի կարգավիճակ ստանալը Նաիրիթ գործարանի աշխատակիցները ցանկանում են ստանալ իրենց 18 ամսվա աշխատավարձը։ Նաիրիցիներն այսօր գործարանի մոտից երթով եկել էին կառավարության շենք, վարչապետից իրենց հուզող հարցի պատասխանը ստանալու համար։ Չեն ուզում է ժողովուրդը մնա Հայաստանում, թող գումարները տան, ժողովրդին ասեն էլի գնացեք Հայաստանից։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխարեն նրանց ընդառաջ եկավ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Երրորդ անգամ կառավարության շենքից դուրս գալուց հետո նա տեղեկացրեց, որ վարչապետը ցանկանում է հանդիպել Նաիրիթի 5 աշխատակիցների հետ։ Ակցիայի մասնակիցները հիշեցնում են, որ տնօրինությունը եւ նրանց բարեկամները Նաիրիթում բավականին բարձր աշխատավարձ են ստանում։ 50 տարվա աշխատող եմ ես։ Նաիրիցիները չմոռացան նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրան մեղադրելով Նաիրիթի ներկայիս վիճակի համար։ 60 միլիոնը տրավ կերավ։ Հիմի ոնց փոշիացավ այդ 60 միլիոնը չգիտենք։ Թեև ակցիայի մասնակիցները ավելի ուշ որոշեցին հանդիպել վարչապետի հետ, սակայն նրանց այդպես էլ չընդունեցին։ Վաղն առավոտյան նաիրիցիները կրկին կհավաքվեն կառավարության շենքի դիմաց։